Բարև ձեզ, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հետևում են մեզ Armenpress լրատվական գործակալության մամուլի կենտրոնում, այսօր հյուրընկալել ենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանին։ Բարև ձեզ, Տիկին Գալստյան, շնորհակալություն, որ այստեղ եք։ Կառավարությունը պարզեցնում է կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը։ Տիկին Գալստյանին խնդրեմ ներկայացնել մանրամասները, այնուհետև կշարունակենք հարցերով։ Երեկվա կառավարությանից տուն ընդունվեց որոշում, որը կարող է ասել շատ էական նշանակություն կունենա հետագա ընթացքում կենսաթոշակների նշանակման վճարման եւ ավելի շատ ստաժների հաշվարկման գործընթացում ընդունել են մի քանի դրույթներ, որոնք էականորեն կպարզեցնեն, կհեշտացնեն կենսաթոշակ նշանակելի ստաժը հաշվարկելու կանոնները, ընթացակարգերը։ Ամենաառաջինը, որ կուզեի ներկայացնել, ինչպես գիտեք, մենք խնդիր ունենք տեղեկատվական բազաների տվյալների, որոշները չեն հավաքագրվել, որոշները չեն պահպանվել, եւ այդ տվյալների առումով մենք աշխատանքային ստաժի կանոնները բաժանել ենք 3 խմբի։ Մինչև 92 թվականը, 92-ից 2004 թվականը, 2004-ից 13 թվականը եւ 13 թվականից հետո։ Այս ժամանակահատվածները, որ բաժանել ենք եւ իրավական կարգավորումներն էլ տարբեր են, իրականում պայմանավորված են, թե որքանով առկա են տվյալներ, բազաներ։ Մինչև 92 թվականը դա խորհրդային ժամանակահատվածն է, աշխատանքային ստաժը հաստատում է բացառապես միայն աշխատանքային գրքույկով, թե եթե մարդը գրքույկ չի պահել, աշխատանքի ընդունման, ազատման մասին, արխիվային փաստաթղթեր, տեղեկանքներ եւ այլն։ 92-ից 2004 թվականը մեզ համար ստաժ հաստատելու ոչ բարենպաստ ժամանակահատվածն է, որովհետև այս ժամանակահատվածում կարծում եմ հասկանալի է ինչու օբյեկտիվորեն տվյալները չեն պահպանվել։ Եվ այստեղ մենք ստաժը հաստատելու մասով ոչ թե չեն պահպանվել, այլև հիմնականում չեն պահպանվել կամ ամբողջությամբ չեն պահպանվել։ Եվ այստեղ մենք հիմնական խնդիրներ ունենում ենք 92-ից 2004 թվականը։ 2004-ից 13 թվականը մինչև, այսինքն ներառյալ 12 թվականը, արդեն անձնավորված հաշվարկման ժամանակահատվածն է, տվյալները բավականին մենք ունենք, եւ 2013-ից հետո, 13-ին եւ դրանից հետո արդեն հարկային հաշվարկման բազան է, ժամանակահատվածն է, հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական բազայում տվյալներն ամբողջությամբ առկա են։ Այսինքն ասում են մեր Աքիլեսյան գարշապարը ստաժի հաստատելու դա 92-ից 2004 թվականն է։ Եվ այս կառավարության որոշման փորձել ենք բարձրացնել, հեշտացնել հատկապես այդ ժամանակահատվածի ստաժը հաստատելու կանոնները։ Մինչ այսօր գործող օրենսդրությամբ մենք արդեն սահմանել ենք առանցին դեպքեր, երբ բավարար էր միայն աշխատանքային գրքույկը ստաժը հաստատելու համար այս ժամանակահատվածում։ Ինչպես գիտեք, 92-ից մինչև 13 թվականը ստաժը հաստատում է գրքույկով եւ բացի գրքույկից անպայման պիտի լինի սոցիալական վճար կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ։ Այսինքն 92-ից մինչև 2012 թվականը ներառյալ եթե ունեմ միայն աշխատանքային գրքույկ, դա բավարար չի, որպեսզի աշխատանքային ստաժը հաստատվի։ Թե ինչու օբյեկտիվորեն իրավապրակտիկայում այս փաստը քննարկվել է, բազմիցս ներկայացվել է, չեն աշխատել գործառներ եւ այլն, բայց եւ աշխատողներին չեն ազատել, մեկ էլ 2004 թվականին կամ 2003 թվականին թվականին ազատել են կնիքով եւ այլն, այսինքն պատշաճ գրառումներ կատարել են, բայց ակնհայտ է, որ այդ կազմակերպությունը այդ տարիներին չի աշխատել։ Իսկ կենսաթոշակը տրվում է աշխատանքային գործունեության համար եւ ոչ միայն աշխատանքային, այլև աշխատած եւ այդ տարիների համար կենսաթոշակի իրավունք տվող վճարը կատարելու համար։ Այս ժամանակահատվածում մենք առանձնացրեցինք այն կազմակերպությունները, որոնք այդ տարիներին հիմնականում աշխատել են։ Եվ այս կազմակերպությունների աշխատանքային գործունեության վերաբերյալ, եթե մենք ունենանք ընդունման ազատման տվյալներ, իսկ դա հիմնականում աշխատանքային գրքույկն է, կարող են լինել նաև արխիվային տեղեկանքներ կամ գործատուն կարող է տեղեկանքներ տալ, եթե մինչև այսօր շարունակում է գործունեությունը կամ իրավահաջորդն է։ Այդ կազմակերպություններում աշխատելու դեպքում մենք այլևս սոցիալական վճար կատարած լինելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթղթեր չենք պահանջի։
կառաջնորդվենք միայն աշխատանքային գրքույկով։ Իսկ ներողություն, ձեր փորձը ինչ է ցույց տալիս հիմնականում մարդկանց մոտ եղած փաստաթղթերից պակասում է այն մնացածը եւ աշխատանքային գրքույկներ ունենում են իրենց ձեռքի տակ։ Տեսեք ինչումն է բանը։ Մենք ունենք նաեւ այդ հնարավորությունը օժանդակելու քաղաքացուն, երբ որ աշխատանքային գրքույկը չի պահպանվել։ Որևէ պատճառով կորցրել է, վայրվել է, չգիտեմ, չկա հիմա այդ գրքույկը։ Բայց մարդ աշխատել է, ոչ ես կարող թույլ տալ, որ իր ամբողջ աշխատանքային գործունեությունը ասում է զրոյացվի։ Ինքը հայտարարություն է տալիս այդ դեպքում, եւ մենք փորձում ենք իր գործունեության վերաբերյալ տեղեկատվություններն ինքներս հավաքագրել։ Հարցումներ ենք կատարում արխիվի ցուցմամբ, գործատուին ենք հարցում անում, իրավահաջորդ գործատուին ենք հարցում անում։ Այսինքն այն դեպքում, երբ որ չկան այդ տվյալները, փորձում ենք հարցը կարգավորել։ Որպես կանոն հիմնական փաստաթուղթը ես սիրում եմ ասել աշխատանքային գործունեության անձնագիրը, դա աշխատանքային գրքույկն է, որտեղ հստակ նշված է մարդը ինչ աշխատանքային գործունեություն է իրականացրել։ Եվ մեր փորձը ցույց է տալիս, որ աշխատանքային գրքույկը քիչ թե շատ պահպանված է, 100% չէ, բայց մեծամասամբ 80-90% աշխատանքային գրքույկները անձիկ պահպանում են։ Բայց կան դեպքեր, որ չեն պահպանվում, այսինքն հիմնական խնդիրը, դե տեսեք, հիմա մի աշխատող դուք եք, մի աշխատող ես եմ։ Ես ունեմ տեղեկատվություն, թե իմ գործատուն սոցիալական վճար կատարել է, թե ոչ, թե աշխատավարձի վճարման մասին համապատասխան հաշվետվություններ ներկայացրել է, թե ոչ։ Այսինքն սրանք այն տվյալներն են, որ մենք արդեն պիտի ունենանք տեղեկատվական բազաներից։ Եվ ես ինչպես ասացի, այս օրենսդրական փոփոխության իմաստը նպատակը հենց նաև որ այդ տեղեկատվական բազաների բացը կարողանանք լրացնել։ Շատ լավ։ Այն ցանկը, որ դուք նշեցիք, դրանք ինչ ընկերություններ են, որ ոլորտներն են ներկայացնում, ոնց եք, ինչ հիմքով։ Տեսեք, դրանք հիմնականում պետական սկզբունքը մեկն է եղել, որ կազմակերպություններն են, որ 92-ից 2004 թվականներին աշխատել են։ Նույնիսկ ինչու 2004, որովհետև 4-ից հետո մենք ունենք արդեն անձնավորված հաշվարկ։ Մինչև 4 թվականը մենք ունենք գործատուների մասին բավական թերի տեղեկատվական բազա, բայց անձնավորված չունենք։ Պետական մարմիններ, ասենք, ովքեր այդ տարիներին աշխատել են, միանշանակ հիշեն, որ աշխատել են բանկերը, ֆինանսական կազմակերպություններն աշխատել են, դպրոցներ, բուհեր, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, այսինքն բուժ հաստատություններ։ Առաջի փուլում ավելացրել ենք սրանք, այս փուլում ավելի ճիշտ։ Ես արդեն նշեցի, որ մինչ այժմ եղել են, մենք փորձ ունեինք, ուղղակի հիմա այնպես համարձակվեցինք մեր ունեցած դաշտը այդ կազմակերպությունների ցանկը ընդլայնել եւ բավականին մեծ կազմով ընդլայնել։ Հիմնականում պետական կառույցներ ոչ միայն պետական, ասի պետական, ուսումնական, առողջապահական, կուլտուր-մշակութային թատրոնները, կինոթատրոնները, դրանք եւս ներառված են, ոչ միայն պետականն են։ Շատ լավ։ Իսկ փաստաթղթերի կրճատման առումով ինչ փոփոխություններ կան, այսինքն բացի այն, որ դուք նշեցիք բավարար կլինի միայն աշխատանքային գրքույկը, այլ ուղղություններով կա կրճատման տարբերակ։ Անդրադարձել ենք փաստաթղթերի առումով, դե տեսեք, աշխատանքային գրքույկը դա միայն քաղաքացու մոտ է, ոնց որ թե պիտի որ այդ փաստաթղթը կարողանա քաղաքացին ներկայացնել, չնայած նշեցի, որ եթե չունենա աշխատանքային գրքույկ որևէ պատճառով նշում է ժամանակահատվածները գործատուն եւ մենք կարողանում ենք այդ տեղեկատվությունը արկայության դեպքում հավաքագրել։ Բայց կուզեի անդրադառնալ նաեւ մեկ այլ հարցի, ստաժների հետ կապված։ Հեշտացրել ենք, բավական հեշտացրել ենք Լեռնային Ղարաբաղի տարածքում աշխատած ժամանակահատվածը հաստատելու գործընթացները փաստաթղթերի կազմը, որովհետեւ եթե Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատած ժամանակահատվածների վերաբերյալ բազաներն ամբողջական չեն կամ չկան, ապա Լեռնային Ղարաբաղի պարագայում պարզապես դրանք չեն պահպանվել։ Եվ այս դեպքում եւս մինչև 13 թվականը Լեռնային Ղարաբաղում տարածքում աշխատած ժամանակահատվածը ստաժում կհաշվառվի բացառապես աշխատանքային գրքույկի գրառումներով, այսինքն աշխատելու մասին փաստի արկայության դեպքում որևէ արխիվային փաստաթուղթ, որևէ ակտ, որ հավաստի, որ ընդունվել է այսինչ օրն, այսինչ ամսին, այսինչ տարին եւ ազատվել, ապա այդ ժամանակահատվածը կհաշվառվի նրանց ստաժում։
որպես sense մասնագիտորեն գնահատական, եթե կարողանամ տալ, այս երկու դրույթներն են, այս երկու որոշումներն են, իրենք բավական էական են նշանակման գործընթացում։ Գուցե քաղաքացին քիչ զգա իր գնալ գալու փաստաթուղթ ներկայացնելու առումով այս փոփոխությունների ազդեցությունը, բայց նշանակման ընթացակարգի արդյունավետությունը միանշանակ բարձրանալու է։ Կրճատվելու են արխիվային հարցումներ կատարելու համար փաստաթղթեր հավաքագրելու, գործատուներին հարցումներ կատարելու, ամբողջ վարչարարական կազմը էականորեն այս կազմակերպությունների պարագայում կրճատվելու է։ Այսինքն մի կողմից համ համակարգի աշխատանքն է ծանրաբեռնվածություն է թեթևանելու, մյուս կողմից էլ այն քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով փաստաթղթերի պակաս ունեն եւ այդ ստաժի հաշվարկման խնդիրներ ունենում, հիմա արդեն այդ գործը կթեթևանա, բավական կթեթևանա, որ սպասում ենք, սպասեք պատասխանը չենք ստացել, ես մի ամիս է, ես մի չգիտեմ ինչքան ժամանակ կատված այդ հարցերը այս կազմակերպությունների պարագայում դուրս են գալիս։ Իսկ երբ որ արխիվային հարցումները քչանում են, արդեն այն մյուսների դեպքում էլ ռեսուրս արխիվը ունենում է, որ կարողանա ավելի ռացիոնալ օգտագործել եւ մյուսները այլ բան է ընդհանրենք ամիսը չգիտեմ 10,000 հարցման պատասխանել, այլ բան է 5,000 հարցման պատասխանել, որովհետեւ այն մյուս 5,000-ի կարիքը իհարկե ստվերը օրինակ են վերում, այլևս այդ կարիքը չկա։ Իսկ մոտավոր հաշվարկներ կամ պատկերացումներ ունենք, թե ինչ շահառուների մասին է խոսքը լինելու, այն մարդիկ, ովքեր որ օրինակ արցախցիների պարագայում աշխատանքային գրքույկը միայն բավարար է լինելու, այն մարդիկ, ովքեր որ պակաս փաստաթղթեր ունեն, կրկին միայն աշխատանքային գրքույկով կարող են ստաժը վերահաշվարկել։ Ճիշտ ասած, հաշվարկները այդպես բնականաբար նախագծի մշակման շրջանակներում կատարել ենք եւ մեր այդ բազաների ուսումնասիրությամբ, թե ով նոր կդիմի, մի քիչ կդժվարանամ ասել ով կդիմի, բայց արդեն դիմացների մասով նկատի ունենք, որ այո, բավական ստաժեր ավելանալու են։ Հիմա ինչ ունեն քաղաքացիները անելու եւ այս որոշումն արդեն ուժի մեջ է մտնում, այսինքն բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են կամ կարծում են, որ կարող են շահառու լինել, իրենք ինչ որ բան ունեն անելու։ Որոշումը բնականաբար հրապարակումից հետո ուժի մեջ կմտնեն, նրանք ովքեր կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակը վերահաշվարկելու համար կդիմեն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, արդեն այս ընթացակարգերով նրանց կենսաթոշակները կվերահաշվարկի։ Օրինակ, ենթադրենք ինչ որ մեկին կենսաթոշակ ենք նշանակել 24 թվականին։ Եվ բնականաբար որոշակի փաստաթղթերի, որոշակի տվյալների բացակայության պարագայում ինչ որ ժամանակահատված, որ կարգավորվում է այս կառավարության որոշմամբ, չենք հաշվարկել։ Սովորաբար կան կենսաթոշակ առուն, երբ որ կենսաթոշակ ենք նշանակում, նշանակելուց հետո 12 ամիս հետո կարող է դիմել եւ նշանակելուց հետո աշխատած ժամանակահատվածի համար վերահաշվարկ կատարել։ Այնուամենայնիվ, որ կենսաթոշականում սահմանված կարգով դիմի կենսաթոշակը վերահաշվարկելու համար, կհաշվարկենք ոչ միայն նշանակելուց հետո աշխատած ժամանակահատվածը, այլ մինչև նշանակելը, ինչ որ ինքը ունեցել է այս կարգով չհաշվարկված, դրանք եւս կհաշվարկվեն կենսաթոշակառուի ստաժում։ Այսինքն դիմելու համար ինչ որ ժամկետներ չկան, կարող են դիմել, պարզապես եթե կարգի մեջ տեղավորվեն, սահմանված կարգով, այո, նրանք կարող են դիմել վերահաշվարկի համար, եւ այդ դեպքում կենսաթոշակը կվերահաշվարկի այս որոշման դրույթների հաշվարկման։ Վստահ եմ շատերին կհետաքրքրի, թե արդյոք իրենց աշխատանքի կազմակերպությունն այս ձեր նշված ցանկում կա թե չէ, այս ցանկը ինչ որտեղ բաց է լինելու։ Մեր կայքեջում արդեն իսկ տեղադրված է այս ցանկը, եւ քաղաքացիները ում հետաքրքրում է այս տեղեկատվությունը ցանկը, այդ չեմ ասում, որ մեր պաշտոնական առլիսում կհրապարակվի, նաեւ նախարարության կայքեջում է հրապարակված։ Շատ լավ, շնորհակալ եմ, մեր գործընկերներից հարցեր կան։ Ես էլի ինչ-որ բան ներկայացնեմ, խնդրեմ, եթե ունեք հավելելու։ Եթե հա, եւս այդտեղ ես ճիշտ ասած դրույթներն էի բերել, եւս երկու հարցի կուզեի անդրադառնալ, որ էլի կհեշտացնի մեր նշանակման գործընթացները։ Ինձ կհասկանան բոլոր մեր այն շահառուները, ում ասել ենք, այս գրքույկը քոնը չի, տար նոտարական կարգով հաստատի, որ սա քեզ է պատկանում։ Ինչու՞, որովհետեւ իր անունը ենթադրենք Արա է, բայց գրքույկում գրած է Արայիկ։ Իր անունը Սվետա է, բայց գրքույկում գրված է Սվետլաննա։ Հայր անունը Հովանես է, բայց գրքույկում գրված է Օհանես։ Այսինքն, այսպես տարադարձություններ կան, տարբերություններ կան, որ անձի
անձնագրային տվյալների հետ չեն համապատասխանում։ Մենք եւս այստեղ վարչարարություն ենք արել, հեշտացրել ենք գործը, որ սահմանել ենք այն կանոնները, որի դեպքում այսպես արտաքին փոփոխությունների պարագայում այդ իկը կլինի կամ ինչ որ մի տարադարձության Հովանես, Օհանես, չգիտեմ, մի փոքրիկական երբեմն տարասխալներով են գրում։ Չգիտեմ, երբ բանի ԶԱԳՍ-ի աշխատողը Հովանեսը մի նեյով է գրել, ենթադրենք, բայց իր անձնագրում արդեն Հովանեսը 2 է։ Մենք պարտավոր ենք պահպանել այս բոլոր կանոնները։ Այս հարցերը կարգավորել ենք։ Երբեմն լինում է, որ մենք ստաժը չենք հաստատում, որովհետև աշխատանքային գրքույկը հիմք չենք ընդունում։ Ինչու՞, որովհետև գրքույկը լրացված չէ պատշաճ կանոններով։ Օրինակ, ով ունի աշխատանքային գրքույկ երբևէ բացել է առաջ էջը, տեսնում է, անուն, ազգանուն, կրթություն, տարեթիվ, գրքույկի տիրոջ ստորագրությունը, լրացնողի ստորագրությունը կնիկ։ Հիմա պատկերացրեք, այս առաջ էջը բացում ենք, իմ ստորագրությունը չկա։ Արդեն այս գրքույկը համարվում է սահմանված պատշաճ կարգով չլրացված։ Հետևաբար այդ գրքույկում արկա տեղեկատվությունը արդեն իսկ կիրառելի չէ։ Էլի ընկանք ստաժ հաստատելու այդ ծանր process-ի մեջ։ Կամ ասենք առաջի էջում կնիքը ընթեռնելի չի։ Իմի լավ չի թռչել այդ խփելուց առաջ ու լավ չի երևում։ Բայց հետագա բոլորը ասենք ընթեռնելի է, հասկանալի է։ Էլի թվում է թե պուճուրիկ տեխնիկական խնդիրներ են, բայց ինքը վարչարարության առումով բավական եւ հեշտացնում է եւ բարձեցնում է, եւ մենք սահմանել ենք այն կանոնները, որի դեպքում հնարավոր է աշխատանքային գրքույկը լրացված է կանոնների խախտմամբ։ Այսինքն այդ գրքույկը լրացվել է 80 թվականին, 70 թվականին։ Բոլոր տարիներին մշտապես գործել են աշխատանքային գրքույկները լրացնելու կանոնները։ Այն ժամանակ սահմանված կանոններին չհամապատասխանելու դեպքում գրքույկ այսօր հիմք չէր ընդունվում։ Բայց որոշումը թույլ է տալիս այն որոշ դեպքերը, որի պարագայում գրքույկը կարող է հիմք ընդունվել։ Եվս մեկ փոփոխության կուզեի անդրադառնալ, խոսքը զինվորական կենսաթոշակներն են։ Զինվորական կենսաթոշակների պարագայում Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է ԱՊՀ երկրների շրջանակներում կնքված համապատասխան պայմանագրերին։ Իրերի բերումով առանձին պետություններ, մասնավորապես Ռուսաստանը եւ Ուկրաինան, դուրս են եկել այդ պայմանագրերից։ Ինչ է սա նշանակում։ Այս հետևանքները եւս պետք է կարգավորել։ Նախկինում մինչեւ իրենց այդ պայմանագրերից դուրս գալու ժամանակահատվածը գործում էր այն ընդհանուր կանոնը, որ ենթադրենք մեր զինծառայողը գնա եւ բնակվի Ռուսաստանում, ապա Ռուսաստանը վճարելու էր նաեւ Հայաստանի Հանրապետության եւ ԽՍՀՄ ժամանակահատվածի զինվորական ծառայության համար։ Նույն կերպ, եթե ինչ-որ մեկը Ռուսաստանից գնում է, քաղաքացիություն չեմ ասում։ Զինծառայողը, եթե Ռուսաստանից գար բնակվեր Հայաստանի Հանրապետությունում, նաեւ Հայաստանում շատ են լինում համակարգային փոփոխություններ, այստեղից այնտեղ, այստեղ։ Մենք Ռուսաստանի, Ուկրաինայի ստաժի համար նշանակում ենք զինվորական կենսաթոշակ, այսինքն ենթադրենք 5 տարի Հայաստանում էր ծառայել, 10 տարի Ռուսաստանում, 5 տարի Ուկրաինայում, 20 տարվա ստաժը կա, սովետական, ոչ միայն սովետական, նաև հետխորհրդային շրջանում, Ռուսաստանի Ֆեդերացիայում, Ուկրաինայի Հանրապետությունում, ոչ թե ուկրաինական ԽՍՀՄ-ում կամ այլև հենց 92 թվականից հետո հետսովետական պետություններում։ Հիմա, քանի որ նրանք դուրս են եկել պայմանագրից, մենք այլևս որևէ պարտավորվածություն չունենք այդ պետությունների տարածքում ծառայած զինվորական ծառայության ստաժի համար Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակ նշանակել։ Պետություններից դուրս գալուց հետո այսօր մենք կենսաթոշակ նշում, թե նույն կերպ մեկ Ռուսաստանից տեղափոխվի Հայաստան բնակության եւ բերի ռուսական, չգիտեմ, զորքերում, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում ծառայած ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվություն, մենք այլևս այդ ստաժի համար կենսաթոշակ չենք նշանակելու։ Ուրեմն սա ոչ թե մեր որոշումն է, որ չենք ուզում, չենք նշանակում, այլ որովհետև այդ պետությունները դուրս են եկել համապատասխան միջազգային պայմանագրերից, հետևաբար մենք որևէ հիմք չունենք, այլևս նույն ձևով կարող է ինչ-որ մեկը Ֆրանսիայից գալ Հայաստան եւ Ֆրանսիայի ոստիկանությունում ենթադրենք ծառայած լինել։ Մենք չենք բերելու Ֆրանսիայի ոստիկանական ծառայության ստաժի համար Հայաստանում կենսաթոշակ նշանակենք։ Սովորաբար միջպետական համաձայնագրերով են կարգավորվում նման հարաբերությունները եւ պետությունները պայմանավորվում են։ Ես քո տարածքի ստաժի համար կվճարեմ դու իմ պետության եւ այլն կամ այդպես միջազգային պայմանագրով կարգավորվող են։
Քանի որ Ռուսաստանը եւ Ուկրաինան դուրս են եկել զինծառայության բնագավառում կնքված միջազգային պայմանագրից, մենք այլևս այդ պետությունների տարածքում ձեռք բերած ստաժի համար կենսաթոշակ չենք նշանակելու զինվորական։ Հաշվի չենք առնել նաև աշխատանքային ստաժում, զինվորական ծառայության ստաժը, բայց ԽՍՀՄ տարածքում ձեռք բերված ստաժը, զինծառայության ստաժը հաշվի կառնվի, որովհետև դա արդեն մենք մեր օրենսդրությամբ ենք սահմանել, որ ԽՍՀՄ տարածքում ձեռք բերված զինծառայության ստաժը, նաև աշխատանքային ստաժը մենք հաշվի ենք առնում համապատասխանաբար զինվորական կենսաթոշակ նշանակելիս կամ աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս։ Շատ լավ, դուք հարցնեք, խնդրում։ Մինչև ասենք 3 թե 4 թվականի աշխատանքային նյութերի եւ ինֆորմացիան թվայնացվեց, չէ։ Ուզում եմ ասել, եթե այդ բազան չկա, եթե պրիմիտիվ բան, քաղաքացին կորցրել է պարզապես այդ թղթային գրքույկը, դա ինչ-որտեղ չկա։ Ու չկա։ Այդ ինֆորմացիան չկա։ Տեսեք, հա, ինչու՞մն է խնդիրը։ 2004 թվականին Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է անձնավորված հաշվառման համակարգ։ Եվ այդ համակարգը վարել է, ներկայումս գտնվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունում։ Եվ երբ որ անձը դիմում է մեզ կենսաթոշակ նշանակելու համար, 2004-ից մինչև 2012 թվականը ներառյալ մենք մեր բազաներից ենք վերցնում տեղեկատվությունը, այսինքն այնտեղ շատ հստակ գրած է անուն, ազգանուն, ամիսը, տարին, ինչքան է, որ գործատուն, անձնավորված մենք տեղեկատվություն ունենք։ Եվ 2012 թվականից հետո, այսինքն սկսած 13 թվականից անձնավորված հաշվառումը վարում է հարկային մարմին։ Այս ինֆորմացիան կա։ Ձեր ասած օրինակն այն դեպքին է, որ անձը չունի գրքույկ, շատ լավ չունի գրքույկ, եթե 2004 թվականի եւ դրանից հետո է, մենք իր տվյալներով որոնում ենք եւ եթե մեր բազաներում գտնում ենք համապատասխան տեղեկատվություն, այո, այդ ստաժը մենք հաստատում ենք։ Ուղղակի ժամանակ որ ասեցին թվայնացնում են։ Թվայնացնել չէ, էլի։ Չգիտեմ։ Ոչինչ որ շպրտել է, եթե իր տվյալները թվայնացրել են, ուրեմն այդ տեղեկատվությունը կա եւ իր ստաժը կհաշվեն։ Բայց եթե հանկարծ չկա այդ տվյալները, լավ բան չի արել որ շպրտել է իր աշխատանքային գրքույկը։ Շատ լավ, Հարկ կլինի արխիվից ձեռք բերել այդ ինֆորմացիան։ Շնորհակալություն շատ, մեր հարցերը սպառվեցին, դուք հավելելու բան ունեք։ Չէ, ես ասացի ինչ որ։ Շնորհակալ եմ, ձեր գործային հաջողություն ավարտեք։ Նմանապես, ցտեսություն։